Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Ստեփանյան, որքան մոտենում են ընտրությունները, այնքան կարծես թե ներքաղաքական վիճակը ավելի թեժանում է։ Եվ մեր ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են վերջին շաբաթներին, որ թե հոգևորականները, որոնք անազատության մեջ են, թե ազգային բարերար Սամվել Կարապետյանը, թե իրենց ձևակերպումներն եմ իհարկե մեջբերում, եւ թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալներ են, որովհետեւ նրանք քննադատել են իշխանությանը, հետեւաբար հայտնվել են անազատության մեջ։ Շնորհակալ եմ հրավերի համար, այո, որքան մոտենում են 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունները, այնքան Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը բնականաբար պետք է թեժանա, հանդես կգան ոչ միայն մեզ բոլորիս հայտնի քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, թե առանձին, թե որևէ դաշինքով, այնպես նաև նոր քաղաքական ուժեր, որոնք նախորդ 4-5 տարիների ընթացքում բավականաչափ ժամանակ ունեին կամ ռեբրենդինգ լինելու կամ նոր քաղաքական ուժ ձևավորելու, եւ սա քաղաքագիտական նորմ է եւ շատ նորմալ է, բայց մի քիչ աննորմալ է, երբ որ օրինակ տարբեր ապօրինի գործողությունների կամ հակասահմանադրական կոչերի համար ձերբակալված անձանց, լինեն դրանք հոգևորականներ, թե աշխարհիկներ, թե աշխարհիկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, օրինակ տարբեր խմբակներ, ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել հենց այս շրջանակների խմբակների վրա, որովհետև որևէ միջազգային կառույց, որևէ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, օրինակ այս անձանց քաղբանտարկյալներ չի համարել։ Իրենք համար որոշում են, որ իրենք քաղբանտարկյալ են, որովհետև խոսելու համար պետք է ելակետային նյութ, իսկ ելակետային նյութը ամենահարմարը թերևս քաղբանտարկյալների սոուսով հանդես գալն է, եւ ես բոլորովին վերջերս քաղաքական հայտարարությունների ժամին անդրադառնալով ձեր կողմից նշված անձանցից մեկին, Գյումրու տխրահռչակ չընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անդրադառնալով, օրինակ հարց եմ հնչեցրել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր այսպես ասած հովանավորում են կամ ворթեգրել են Վարդան Ղուկասյանին, ինձ օրինակ հետաքրքիր է, թե երբ Վարդան Ղուկասյանը ասում էր, որ ով միութենական պետությանը դեմ է, նա թրքահպատակ շան որդի է, արդյոք իրենք կիսում են այս կարծիքը եւ առաջարկել եմ օրինակ ֆլեշմոբ անել եւ հերթով գան եւ ասեն այո մենք կիսում ենք կամ ոչ մենք չենք կիսում, սրանով նաեւ որոշակի ջրբաժան կքաշեն իրենց եւ Վարդան Ղուկասյանի միջև եւ երկրորդ ուզում եմ օրինակ այս նույն մարդիկ, որ շտապում են Վարդան Ղուկասյանին եւս կարգել քաղբանտարկյալ, արդյոք իրենց համար նորմալ է, որ չընտրված քաղաքապետը իր իշխանության որոշակի ստատուսը օգտագործելով իր ենթակային ստիպում է ներքաշվել միլիոնների հասնող կոռուպցիոն սխեմաների մեջ եւ դրան զուգահեռ ասում է, որ մյուս ընդդիմադիր ֆրակցիային, այն է քաղաքացիական պայմանագրի ավագանու անդամներին, ասում է իրենց էլ մի քիչ կվախեցնենք։ Սրանով ինչ տարբեր եզրակացություններ կարող ենք անել, առաջինը, որ այո, Վարդան Ղուկասյանը սերում է մեզ հայտնի քաղաքական իշխանության երկու շրջանակներից, ովքեր բոլոր քաղաքական հարցերը սովոր են լուծել բռնի ուժով, Ռոբերտ Քոչարյանը օրինակ այս մասով ունի հայտնի նշանաբան, չկա մարդ, չկա պրոբլեմ, իր ամբողջ քաղաքական ուժի խորագիրը թերևս սա կարող է լինել, իսկ Սերժ Սարգսյանը սովոր էր օրինակ հարցեր լուծել առևտրի միջոցով, եւ մենք սա Ինչ ասել է առևտրի միջոցով։ Քաղաքական առևտրի միջոցով, օրինակ երբ մարտի 1-ից հետո Երևանի փողոցները դեռևս ողողված էին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների, սպանված քաղաքացիների արյամբ, օրինակ մենք տեսանք, թե ինչպես քաղաքական առևտրի շրջանակներում, որը տեղի ունեցավ կուլիսների հետևում, Բարգավաճ Հայաստան, Հայաստանի հեղափոխական դաշնակցությունը, Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը եւ Օրինաց երկիր կուսակցությունը, այո, եկան կոնսենսուսի եւ հայտարարեցին, որ իրենք կիսում են քաղաքական պատասխանատվությունը։ Իհարկե սա բոլորովին այլ խոսակցության դաշտ է բացում, թե եթե իրենք օրինակ անմեղային կամ կապ չունեին կամ առնվազն իրենց լուր համաձայնությամբ թույլ չէին տվել կամ դեմ էին արտահայտվել մարտի 1-ի ոճրագործությանը, օրինակ այդ ինչ պատասխանատվություն էր, որ իրենք կիսում էին։ Տիկին Ստեփանյան, ասեք, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին կամ մյուսներին, մենք իհարկե կարող ենք արդեն որոշակի
ասպարեզում հայտնի փաստերի եւ իրադարձությունների հիման վրա կարող ենք ասել, որ Սամվել Կարապետյանը եւս մեկն է այն բազմաթիվներից, ովքեր Հայաստան են գործուղվում շատ որոշակի ժամանակահատվածում, շատ որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնից, հանդես են գալիս շատ որոշակի հայտարարություններով, բայց Հայաստանի Հանրապետությունը այլևս 10, 20 եւ նույնիսկ 25 տարի առաջվա Հայաստանի Հանրապետությունը չի, մենք ունենք ծառայություններ, մենք ունենք իրավապահ համակարգ, ովքեր կարողանում են շատ շուտ արձագանքել այսպիսի հայտարարություններին եւ այսպիսի անձանց գաստրոլներին։ Տիկին Ստեփանյան, այդուամենայնիվ ընդդիմադիրները հայտարարում են, որ ազգային բարերար է Սամվել Կարապետյանը, դրա համար եւ աջակցել է հայ առաքելական եկեղեցուն, դրա համար է նա այս պահին անազատության մեջ, աջակցում են Վարդան Ղուկասյանին զուտեն պարզ պատճառով, որ ինքը չի կատարել իշխանության կամքը, այսինքն ինքը հակադրվում է իշխանությանը, հոգեվորականները եւս անազատության մեջ են, ելի են պարզ պատճառով, որ ըստ իրենց, այսպես ասած, դեմ են դուրս եկել իշխանության գործողություններին։ Այսինքն իրենք ամեն դեպքում բերում են այդ տեսակետը, այդ կարծիքն են առաջ քաշում, որ անազատության մեջ են նրանք, ովքեր փորձում են դեմ դուրս գալ իշխանության ծրագրերին եւ ինչպես դուք եք ասում, այդ թրքահպատակ այդպես են բնութագրում։ Դե սա նորմալ է, որ իրենք այդպես պետք է մեկնաբանեն եւ հանդես գան այդ դիրքերից, բայց ուզում եմ ասել, որ այս փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ որոշ դեպքերում խոսքը ոչ թե իշխանությունների դեմ է, իսկ իշխանություններին երբեք պետք չէ նույնացնել պետության հետ, այլ որոշ դեպքերում խոսքը պետության ինքնիշխանության եւ անկախության դեմ է այս գործիչների։ Ազգային բարերար։ Ես նաեւ դա եմ ուզում հասկանալ։ Ես հենց դրան եմ գալիս, ազգային բարերար։ Այ կուզեի օրինակ ես որոշ բարեգործական ծրագրերի մասին ավելի հանգամանալից տեղյակ պահեր հանրությանը եւ ով իմանա գուցե մենք էլ փոխեինք մեր կարծիքը եւ օրինակ ասենք, որ ինչ խոսքայո Սամվել Կարապետյանը միգուցե ազգային բարերար է, բայց քանի որ քրիստոնեական ուսմունքի համաձայն բարեգործությունները նա անում է այսպես միայն իր եւ Աստծո ներկայությամբ, այս մասին չի բարձրաձայնվել, բայց մենք ունենք Հեցի պետականացումից հետո այնտեղ ժամանակավորապես աշխատող գործընկեր, ով չասեմ ամենօրյա ռեժիմով, բայց բավականին ինտենսիվ իր Facebook-յան սոցիալական էջում օրինակ գրառումներ է կատարում, թե ինչեր են տեղի ունեցել հեցում այս տարիների ընթացքում։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել, նախ գործել է հատուկ սխեմա, որտեղ օրինակ շատ որոշակի կազմակերպություններ են մասնակցել տենդերներին եւ մնացած բոլոր կազմակերպությունների համար տենդերների գնման այս process-ների մասնակցությունը խիստ սահմանափակ եղել, սա մեկ, երկրորդը ինչ որ մարդիկ ստացել են աստղաբաշխական թվերի աշխատավարձներ եւ աստղաբաշխական թվերի պարգևավճարներ, բայց ինչպես հայտարարում է Սամվել Կարապետյանի եղբորորդին, ով բավականին անվարժ եւ բավականին անճաշակ, բոլորովին ոչ պրոֆեսիոնալ քայլերով փորձում է մտնել քաղաքական դաշտ, ասում է, հա, ինչ խոսք, մենք ստացել ենք այդ պարգևավճարները, բայց մենք դրանք ուղղել ենք բարեգործությանը։ Երկրորդ, բարեգործության շրջանակներում օրինակ ես կուզեի տեսնել, թե Հայաստանի Հանրապետությունում ցավոք հասարակությունը տարբեր շերտեր ունի եւ քիչ չեն սոցիալական խմբերը, ովքեր պետության կողմից տարբեր աջակցություններ են ստանում, բայց ովքեր օրինակ ինչպես բոլոր քաղաքացիները օգտագործում են էլեկտրաէներգիա։ Ես օրինակ կուզենայի լսել, թե հատկապես որ սոցիալական խմբի համար է Սամվել Կարապետյանը որոշակի բարեգործություններ անել։ Ես ծննդով հրազդանցի եմ եւ Հրազդան քաղաքում գտնվում է այսպես Հրազդանի խորհրդանիշներից մեկը, մեր լեզվով ասած Կարմիր շենքը, որտեղ հիմնականում մշակութային միջոցառումներ են իրականացվել եւ դա գտնվում է Տաշիր գրուպի բալանսին, որը տևական ժամանակ է, որ Տաշիր գրուպը հանել է վաճառքի, այդ շատ գեղեցիկ շենքը, որ իմ քաղաքի խորհրդանիշներից մեկն է, բոլորիս աչքի առաջ վերածվում է ավերակի, բայց Սամվել Կարապետյանը չգիտես ինչու դանդաղում է եւ որպես օրինակ բարեգործ այս շենքը չի նվիրում համայնքին, որպեսզի այնտեղ շարունակեն մշակութային որոշակի իրադարձություններ տեղի ունենալ։ Այդ աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձերը ամենայն հավանականությամբ հաշվի առնելով նաեւ մեր գործընկեր Ռոմանոս Պետրոսյանի կողմից բերած փաստերը իրենց մեջ ներառում են նաև էլեկտրաէներգիայի բարձր վճարը։ Այսինքն ուզում եք ասել, որ հեցում կոռուպցիոն սխեմա է եղել։ Միանշանակ հեցում կոռուպցիոն սխեմաներ կան եւ ինչպես գիտեք արդեն որոշակի քրեական գործեր կան, բայց մենք օրինակ Տաշիր գրուպի կողմից կամ նախկին տնօրենների կողմից կամ ինչ որ մարդկանց կողմից դեռևս որոշակի փաստարկներ այդպես էլ չենք լսել եւ հանրությանը ամեն դեպքում հայտնի չէ եւ այս բարեգործության քողի տակ սեփական ժողովրդին քերել
հետո այդ քերածից որոշ փշրանքներ վերադարձնել, չգիտեմ, այս կամ այն համանքին ինչ որ մեկի կտուրը վերանորոգել, ներողություն, ես լինելով սովորական падգամավոր նախկինում եղել եմ կրթության ոլորտի ներկայացուցիչ եւ 7 տարի ընդամենը որ ես քաղաքական իշխանության մաս եմ կազմում, կառավարող ուժի ներկայացուցիչ եմ, падգամավոր եմ, ապրում եմ բացառապես աշխատավարձով, բայց նույնիսկ ես տարվա ընթացքում այդպիսի մի քանի բարեգործական ծրագրեր եմ իրականացնում, միայն ես ինքս եւ եթե Սամվել Կարապետյանը ազգային բարերար է, ապա այդ դեպքում ես նույնպես կարող եմ հավակնել այդ տիտղոսին։ Տիկին Ստեփանյան, ձեր խոսքում, երբ մեջբերեցիք Վարդան Ղուկասյանի հայտարարություններից մեկը, որ ով չի ուզում ով դեմ է միութենական պետությանը, ինչպես դուք ասացիք, որ ուրեմն կողմ է թրքահպատակ այս process-ին, այ ինչու է տարվում այդ խոսակցությունը։ Մենք ինչի չենք կարող լինել որպես անկախ պետություն, որպես պետականություն ունեցող երկիր եւ պարտադիր կամ միութենական կամ թրքահպատակ այդ խոսույթը թրքահպատակ ինչու ներմուծվեց, այսպես ասած, օրակարգ, ինչու են փորձում ներմուծել օրակարգ, ինչ ասել է թրքահպատակ։ Սա էլ ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքերը, տեսեք տարիներ շարունակ 91 թվականի անկախացումից հետո մենք հիմնականում մեր քաղաքական ուղղվածությունը այսպես սևեռել ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ տարբեր տնտեսական քաղաքական բլոկների մեջ մենք նույն կազմում ենք, որտեղ որ Ռուսաստանն է եւ չնայած տարբեր տնտեսական, ռազմաքաղաքական բլոկներում իհարկե տարբեր այլ պետություններ կան, բայց այնուամենայնիվ բոլորս հասկանում ենք, որ այնտեղ գերակշիռ դոմինանտ դերը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ սրանով նաեւ եւս մեկ անգամ կուզեմ ձեր ասացի հիմքերից մեկը ասել, տեսեք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ գույք պարտքի դիմաց ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտները եւ ոչ միայն դրանք, այդ թվում նաեւ իմ կողմից հիշատակված հեծը անցավ Ռուսաստանի Դաշնությանը եւ սրանով ինչ արեց Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեր երկրի տնտեսական շնչառության ապարատը տվեց Ռուսաստանի Դաշնության ձեռքը, նրան տվեց նաև այն հեռակառավարման հավանակը, որի միջոցով Ռուսաստանի Դաշնությունը ցանկացած պահի կարող է օրինակ մեկ ձեռքսեղմումով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարկերակները, երակները ամբողջապես շրջանառությունը կոլապսի ենթարկել, իսկ մենք գիտենք, որ ինչ է քաղաքականությունը տնտեսության խտացված տարբերակն է։ Եվ տարիներ շարունակ այս խոսույթը անընդհատ եղել է, որ եթե օրինակ ռուսը չլինի, թուրքը կգա մեզ կուտի։ Հաշվի առնելով նաև մեր պատմական ճակատագրի 1915 թվականի այս եղերնը, ցեղասպանությունը, երբ Հայաստանի հայ ժողովուրդը ստիպված եղավ իր պատմական հայրենիքից դուրս գալ, իհարկե սրա մասին կարելի է երկար խոսել, բայց չեմ կարծում այս ծրագրի շրջանակներում արժե, եւ այս խոսույթի ձևավորման ընթացքում, որ եթե ռուսը չլինի, թուրքը կգա մեզ կուտի, մենք երբևէ որևէ այլ տարբերակ չենք փնտրել եւ անդադար խոսել ենք Հայաստանի Հանրապետության զարգացման եւ բարեկեցության մասին, ունենալով 80%-ով փակ սահմաններ, որ երկիրը կարող է զարգանալ, որ Հայաստանի Հանրապետությունը լինել այդ բացառիկը, այդ եզակին։ Ցավոք սա օրինաչափություն է եւ փակ սահմաններով մենք դա անել չենք կարող։ Մեր իշխանությունը հաշվի առնելով նաև որոշ թույլ տվեք ասել դավաճանական քայլեր, որոնք մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, դրանից որոշ ժամանակ առաջ եւ դրանից հետո մինչեւ այս օրընկած ժամանակահատվածում մեր հիմնական ռազմական դաշնակիցը ցավոք այն դաշնակիցը չի եղել, որ մեզնից յուրաքանչյուրը իր մեջ իր պատկերացումների համաձայն ձևավորել է։ Սրա օրինակներն էլ տարբեր են, թե 44 օրյա պատերազմի ժամանակ հնչեցրած ռուս քաղաքական տարբեր կալիբրի գործիչների հայտարարությունները, թե դրանից հետո մինչև հիմա էլ, այո, թե դրանից հետո բոլորիս մտքում կարծում եմ բավականին տպավորված է եւ մինչև հիմա էլ ապրում է, օրինակ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասաց, որ քանի որ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատում եւ սահմանագծում օրինակ Ադրբեջանի հետ, ապա դժվար է ասել, թե արդյոք Հայաստանն էր մինչև հիմա Ադրբեջանի տարածքում, թե Ադրբեջանն է ներխուժել, սրանով նաեւ շատ մեծ կասկածի տակ դնելով ՀԱՊԿ-ի գործունեությունը, որտեղ ՀԱՊԿ-ը ունի իր պաշտպանության որոշակի գոտիավորումը, սահմանը, այդ դեպքում որտեղ է սկսվում եւ ավարտվում ՀԱՊԿ-ի անվտանգային գոտին, եթե
գերիշխող դոմինանտ երկրի ներկայացուցիչը սա է ասում, կամ մենք հիշում ենք պաշտպանության նախարարի ասածը 44-օրյա պատերազմից հետո, երբ նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ողջագուրվելուց հետո օրինակ հայտարարեց, որ հրաշալի օպերացիա իրականացրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Գիտեք, մենք շատ ենք խոսում, տարբեր են օրինակները։ Այս դեպքում տեսեք Տիկին Ստեփանյան, երբ այս ամեն ինչը որ ջրի երես դուրս եկած փաստեր են, ինֆորմացիաներն հրապարակված, եւ երբ այս ամեն ինչից հետո խոսվում է բաց սահմանների մասին, ինչպես դուք ասացիք 80% փակ սահմանների դեպքում հնարավոր չէ պետությունը զարգանա։ Երբ խոսվում է ապաշրջափակման մասին, ինչու պետք է դա պիտակավորել որպես թրքահպատակ, այս դա եմ ուզում հասկանալ։ Հենց դրան է գալիս իրականում, մենք սովորաբար, երբ որ տարբեր հարցազրույցներ ենք լսում, միշտ ասում են, որ մենք դասեր չքաղեցինք այս դեպքից, մենք դասեր չքաղեցինք այն դեպքից, դա էլ տենց խիստ պայմանական եւ հարաբերական ձևակերպում է, բայց ես պիտի ասեմ, որ մենք դասեր քաղեցինք այնուամենայնիվ որոշ դեպքերից եւ իրադարձությունից եւ հասկացանք, որ չի կարելի բոլոր ձվերը դնել միևնույն զամբյուղում եւ այսպես անմնացորդ նվիրվել ինչ որ մի երկրին, ով կայսերական նկրտումներ ունի, ով ունի իր երկրի պետական եւ ազգային շահերը եւ միշտ չէ, որ այդ երկրի շահերը թե պետական, թե ազգային, թե տնտեսական կարող են համընկնել մեր երկրի տնտեսական եւ քաղաքական շահերին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը արդեն 22-23 թվականից սկսած հայտարարեց, որ մենք սկսում ենք բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք փոքր պետություն ենք, մենք չենք կարող եղանակ ստեղծել մեր տարածաշրջանում եւ աշխարհում, դրա համար մենք պետք է փորձենք ոչ թե առաջ շարժվել շահերի հակակշռման, հակադրման ուղղությամբ, այլ մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը բալանսավորենք որոշ պետությունների հետ շահերի համադրման արդյունքում եւ ահա սա էր պատճառը, որ մենք սկսեցինք բանակցություններ վարել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, առանց միջնորդների, որովհետև ներողություն ձևակերպմանս համար միջնորդները միշտ չէ, որ առաջնորդվում են դարձյալ մեր երկրի շահերով, որտեղ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր պետությունը եւ նույնիսկ այդտեղ փորձում է իր պետության համար որոշակի այսպես շահ քաշել եւ տանել։ Ահա սա էր արդյունքը, եւ մենք սկսեցինք խոսել, որ գնում ենք սահմանների բացման ուղղությամբ, մենք առանց միջնորդների բանակցելու ենք օրինակ Թուրքիայի հետ, մենք առանց միջնորդների բանակցելու ենք Ադրբեջանի հետ եւ քանի որ քաղաքական մեր ընդդիմադիր քաղաքական շրջանակները քաղաքական փաստարկներից շատ հեռու են եւ շատ զուրկ են, այսպես շեշտը դարձյալ դրել են ազգայինի ինքնության պահպանման, չգիտեմ ինչի վրա, որովհետև սրանով շատ հեշտ է խաղալ հասարակության բաց ներվի վրա, որևէ մեկը չի մոռացել Ես ինչպես իմ խոսքում նշեցի ցեղասպանության փաստի մասին, որևէ մեկը չի մոռացել, որ շուրջ 30-ամյա շատ ցավոտ ողբերգություններով, կորուստներով լի հակամարտություն ենք ունեցել Ադրբեջանի հետ։ Այս հակամարտության որոշակի ածանցյալ դրվագներ իհարկե նաև մեր հարևան Վրաստանի դեպքում ենք մենք զգացել, բայց քանի որ մենք Վրաստանի հետ չունենք առնվազն հակամարտություն, այս մասին քիչ է խոսվում, բայց Ջավախքի պահը նկատի ունեք, որ պարբերաբար ասվում է։ Չէ, ջավախքի պահը նկատի չունեմ, նկատի ունեմ, որ օրինակ, որքան մենք ենք Վրաստանի հարևանը, այնքան էլ Վրաստանի հարևանի օրինակ Ադրբեջանը։ Եվ լոկացիայի տեսանկյունից, զենքերի ձեռքբերման տեսանկյունից, որոշակի ապրանքների ներմուծան եւ արտահանման տեսանկյունից կներեք, բայց Վրաստանն էլ առաջնորդվում է իր շահերով։ Բնականաբար։ Եվ դարձյալ խաղալով հասարակության բաց ներվի վրա, չունենալով որևէ հակափաստարկ, բայց այստեղ ես որոշակի խնդիրներ տեսնում եմ մեր ընդդիմադիրների շրջանակներում այն տեսանկյունից, որ իրենք գուցե փորձել են, բայց չի ստացվել, եւ այստեղ կարող է ինչ-որ չափով նաեւ քաղաքական խանդը առաջ գալ, որովհետեւ որքան էլ որ այսպես լուսավոր դիրքերից փորձեն թե Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Սերժ Սարգսյանը հանդես գալ իրենց էլեկտորատի կամ իրենց համախոհների մեջ ի վերջո չի կարելի թաքցնել այն հանգամանքը, որ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սարգսյանը այնուամենայնիվ բազմաթիվ քայլեր եւ բազմաթիվ նույնիսկ նշմարելի գործողություններ իրականացրել են Թուրքիայի հետ, որպեսզի հնարավորինս հարաբերությունների կարգավորում լինի։ Ուղղակի իրենք մեր քաղաքական օրակարգի
տարբեր կարևոր նպատակների եւ ձեռքբերումների առաջ դնում են արժանապատիվ բառը, սրանով ապացուցելով, որ ոչ միայն իրենք քաղաքական օրակարգ չունեն, այլ նույնիսկ եթե նրանք օրակարգ ունենային, դա գրեթե նույնն էր, ինչ այսօր անում են իշխանությունները, բայց իրենք դա կանեին արժանապատիվ։ Օրինակ, երբ որ մենք սահմանազատում եւ սահմանագծում իրականացրեցինք Տավուշի մարզում, մոտ մասնավորապես Կիրանցում, մենք այնտեղ սյուն դրեցինք, բայց օրինակ մեր դաշնակ գործընկերներն ասում են մենք է նույնը կանեինք, բայց արժանապատիվ։ Հաշվի առնելով, որ իրենք շատ են խոսում ազգայինից, ես ենթադրում եմ, որ իրենք օրինակ սյան փոխարեն կդնեին օրինակ վիշապաքար։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնում եմ հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։